Facebook-ում կոշտ ստատուս գրելուց հետո ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սաղմոսավանք է հասել մոտ 1 ժամ զրուցել Տերոշին քահանայի հետ։ Պարզաբանումներ, թե ինչի մասին Ռուբինյանը չի մեկնաբանում։ Պարոն Ռուբինյան, խելքը գլուխը հավաքեց Տերոշին։ Ռուբինյանը Facebook-ում էր խորհուրդ տվել Տերոշինին իր բառերով խելքը գլուխը հավաքել ու մի դեպք էր պատմել, թե իր ծանոթին Տերոշինը խորհուրդ է տվել ԿՊԱ-ական քավոր չընտրել։ Օշին քահանան նույնպես փակագծեր չի բացում ազգային ժողովի փոխոսնակի հետ հանդիպումից։ Ոչ մի նպատակ էլ չկար, ուղղակի ցանկացած հայ էլ մենք որպես հոգևորական ընդունում ենք, զրուցում ենք, ճանապարհում ենք։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվը նաև չի մեկնաբանում, արդյոք Ռուբինյանի պատմածը իրական է։ Այդ հարցերին չպատասխանեմ։ Ոչ մի բարձաբանում էլ չեմ կարող այս բանին ձեզ տալ։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը այս ռիլն է հրապարակել Facebook-ում, որում պնդում է, թե իբր Տերոշինը չի հերքել իր մեղադրանքը։ Տերոշինը ցավոք չհերքեց, որ քաղաքացուն ասել է, որ կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ԿՊԱ-ական չլինի։ ԿՊԱ-ական Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ դա հանցագործության տարեր պարունակող արարք է։ Հակասում է եւ հոգևոր եկեղեցական կանոնին եւ նաեւ պարունակում է քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր։ Տերոշին քահանան վստահեցնում է Ռուբինյանի հետ զրույցից հետո իր ոչ մի համոզմունք չի փոխվել։ Ես ոնց կամ բոլորը ինձ ոնց ճանաչում են, ես նույն Տերոշինն եմ։ Ավելի վաղ Օշին քահանան News 5 TV-ին ասել էր, ցանկացած հավատացյալի խորհուրդ է տալիս հայրենասեր առաքելական եկեղեցու ճշմարիտ զավակի ընտրել որպես կնքահայր, իսկ հայրենավաճառներին ոչ։ Ալբերտ Սերոպյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։